Ուղիղ մեկ շաբաթ է անցել համայն Վրաստանի կաթողիկոս պատրիարք Իլյա II մահից։ Ուխտավորների հոսքը դեպի Սիոնի պատրիարքական տաճար չի դադարում։ Նորին սրբության գերեզմանը դեռևս լիովին պատրաստ չէ։ Հոգևորականները 40 օր կկատարեն հուղարկավորության արարողություն Սիոնիում։ Վրաստանի կաթողիկոս պատրիարք նորին սրբություն եւ եռանություն Իլյա II գերեզմանն այցելել նաեւ Վրաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստները։ Նրանք եւս մեկ անգամ հավաքի հարգանքի տուրք են մատուցել։ Վրաստանի կաթողիկոս պատրիարք նորին սրբություն եւ եռանություն Իլյա II գերեզմանն այցելել նաեւ Վրաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստները։ Նրանք եւս մեկ անգամ հարգանքի տուրք են մատուցել նորին սրբության հիշատակին եւ մասնակցել հուղարկավորության արարողությանը։ Վրաստանի խորհրդարանի նախագահը հայտարարություն է տարածում անցյալ օրերի կապակցությամբ։ Վրաց ժողովուրդը փորձեց մեր պատրիարքին վերադարձնել այն սերը, որը նա մեզ տվեց, ցույց տվեց եւ օրինակ հանդիսացավ իր կեսդարյա պատրիարքության ընթացքում։ Լրագրողներին այս մասին ասել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին։ Պապուաշվիլիի խոսքով Իլյա II-ը իսկապես պատմական դեմք էր ոչ միայն Վրաստանի, այլ աշխարհի, քրիստոնեական աշխարհի համար։ Վրաստանի նախագահը, վարչապետը եւ խորհրդարանի նախագահը շնորհավորեցին իրենց մուսուլման հայրենակիցներին Ռամադանի եւ Նովրուզ բայրամի կապակցությամբ։ Շնորհավորական նամակներում շնորհակալություն են հայտնել մուսուլմանական համայնքին համերաշխության համար։ Նախագահի, վարչապետի եւ խորհրդարանի խոսնակի նամակներում ընդգծվել է համերաշխության, եղբայրության, բարեկամության եւ փոխադարձ հարգանքի կարեւորության այս դժվարին ժամանակներում։ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հանդիպել է Վրաստանում դիվանագիտական առաքելություն իրականացնող Թուրքիայի դեսպան Ալի Քանորբայի հետ։ Թուրքիայի դեսպանը կրկին ցավակցություն է հայտնել Վրաստանի վարչապետին համայն Վրաստանի կաթողիկոս պատրիարքի մահվան կապակցությամբ։ Ընդգծվել է երկու երկրների միջև ռազմավարական գործընկերության բարձր մակարդակը եւ տարբեր ոլորտներում արդյունավետ համագործակցությունը։ Իրակլի Կոբախիձեն շնորհակալություն է հայտնել Թուրքիայի դեսպանին երկկողմ հարաբերությունների զարգացման գործում ունեցած ներդրման համար եւ մաղթել է հաջողություններ հետագա գործունեության մեջ։ Վրաստանը աշխարհին առաջարկում է կայուն միջավայր ներդրումների եւ բիզնեսի ընդլայնման համար։ Այս առաջընթացի հիմնական ցուցանիշը ֆինանսական հատվածի կայունությունն ու ազգային արժույթի ամրապնդումն է։ Այս հայտարարությունը արել է Վրաստանի վարչապետը միջազգային կապիտալի շուկաների հանձնաժողովում իր ելույթի ժամանակ։ Նրա խոսքով Համաշխարհային բանկի 2025 թվականի վարկանիշի համաձայն Վրաստանի բիզնես միջավայրը աշխարհի 4-րդ լավագույն երկրների շարքում է։ Համաժողովում ելույթ են ունեցել նաև Ազգային բանկի նախագահը եւ JP Morgan-ի խոշորագույն ֆինանսական ընկերություններից մեկի կառավարիչ տնօրենը։ Միջազգային կապիտալի շուկաների համաժողովը Վրաստանում անցկացնում է արդեն երկրորդ անգամ։ Ներքին գործերի նախարարության աշխատակիցները Ռուսթավիի մունիցիպալիտետում ձերբակալել են 2007 եւ 1990 թվականներին ծնված նախկինում դատված անձանց խոշոր եւ առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցների ապօրինի ձեռքբերման, պահման եւ վաճառքին նպաստելու մեղադրանքով։ Իրավապահ մարմինների աշխատակիցները որպես ապացույց առևանգել են վաճառքի համար պատրաստված տետրահիդրոկանաբինոլ եւ ալֆա-PVP թմրամիջոցների 33 փաթեթ։ Հանցագործությունը նախատեսում է 20 տարով կամ ՑՄ ազատազրկում։ Սահմանային ոստիկանության պետը աշխատանքային հանդիպում է ունեցել Վրաստանում ԱՄՆ-ի դեսպանատան թմրամիջոցների եւ իրավապահ մարմինների գործերի բյուրոյի տնօրենի հետ։ Կողմերը քննարկել են սահմանների պաշտպանության ոլորտում Վրաստանի եւ ԱՄՆ-ի միջև առկա եւ ապագա համագործակցության հարցերը։ Սահմանային ոստիկանության պետը ամերիկյան կողմին ներկայացրել է գործակալության առաջնահերթ ոլորտներ եւ ապագա ծրագրերը։ Վրաստանի ներքին գործերի նախարարության սահմանային ոստիկանությունը տարիներ շարունակ ակտիվորեն համագործակցում է ԱՄՆ-ի թմրանյութերի եւ իրավապահ մարմինների գործերի պետական բյուրոյի հետ, ինչը երկու երկրների միջև ռազմավարական գործընկերության կարևոր բաղադրիչ է հանդիսանում։
Նորարարության եւ տեխնոլոգիաների գործակալության կողմից կազմակերպված հանդիպման ժամանակ մասնավոր հատվածի ներկայացուցիչները մանրամասն տեղեկատվություն ստացան Վրաստանի նորարարությունների մասին օրենքով սահմանված կարգավիճակների մասին։ Ինչպես նշվեց հանդիպման ժամանակ, հետազոտությունների եւ զարգացման ծառայությունների մատուցողի կարգավիճակը նախատեսված է ընկերությունների համար, որոնց հիմնական գործունեությունը հետազոտությունների եւ զարգացման ծառայությունների մատուցումն է։ Վրաստանի առաջին տիկինը Վաշինգտոնում է ԱՄՆ-ի առաջին տիկին Մելանիա Թրամփի հրավերով։ Թամար Բագրադիոնին ԱՄՆ է ժամանալ ուղեկցող պատվիրակության հետ, որի կազմում են կրթության փոխնախարար Բայա Կվերեցյանին եւ կրթության կոմիտեի նախագահ Մարիամ Լաշխին։ Այցի շրջանակներում այսօր ԱՄՆ-ի պետդեպարտամենտում կկայանա աշխատանքային նիստ, որը կբացի առաջին տիկինը Մելանիա Թրամփը։ Միջոցառումը կներառի նաև քննարկում։